Ադրբեջանից հնչող կրակոցները նորից տակնու վրա են արել Սյունիքում, Վայոց ձորում ապրող մարդկանց։ Կա մարդկանց մեջ այդ նորից սկսվելու վախը, բայց հույս ունենք, որ լավ կլինի։ Գորիսում ապրող արցախցի այս կինն ասում է, մարտի 21-ից հետո գրեթե ամեն օր են կրակում ադրբեջանցիները։ Լինում է կես ժամ կրակելուց հետո հանդարտվում են, հետո նորից են կրակ բացում։ Վերջին անգամ ինքնաձիգի ձայներ լսել է երեքշաբթի կեսօրից հետո։ Կրակոցները ինքը ավտոմատի այդ ձայնն է լսվել ու տենց ոչ շատ շուշուր, ուրիշ բան չկա, ոչ աթսե, ոչ վերանոտ, ոչ մի բան, մենակ այդ ավտոմատի ձայներն է։ Գորիսում ու քաղաքին մոտ բնակավայրերում ապրողներին են հիմնականում ադրբեջանական զենքերի ձայները հասել։ Պնդում են սահմանին մոտ ապրող մարդիկ, որ այս տեսանյութերը նկարված են վերջին օրերին։ Գարնանային գիշերը հավասարի օրը սկսվել է մուսուլմանների նոր տարին, Նովրուզը, գուցե թշնամին տոնում է, հարբում են ադրբեջանցի զինվորներն ու անկանոն կրակում, մտածում են հայ-ադրբեջանական սահմանին մոտ ապրող մարդիկ։ Ճիշտ ասած, իրանց մոտ այս մարտի 21-ից իրանց Նովրուզ բայրամ են ասում, երևի թե դրա հետ կապված, հուսանք, որ հետո լավ կլինի։ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն կրակոցներ արձանագրվում են, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Այսպիսի ձևակերպումով է երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել, որ կրակում է թշնամին, բայց նման դեպքերում մեր պաշտպանական գերատեսչությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։ Ներքին հանդում, տեղում կրակոցների ձայներ չեն լսել վերջին օրերին։ Կրակալ չեմ բաշխանատախ ավասմակշերիս կրակալ էր։ Ձեր մոտ չի լսվել այսինքն։ Չէ, լսկին է։ Գնացա կորնավար բայանդուր պաշտամանակից է, կորնիձորը մոտիկա չեք լսել, էգանեի վրա չգիտեք արդեն։ Ջերմուկի ուղությամբ հերթապահող զինվորականներից մեկը լրատվամիջոցներին պատմել է, որ կուտակումներ կան այդ ուղությամբ, 2 անգամ ավելացել ադրբեջանական զորքի թիվը։ Զինծառայողի պնդմամբ 3 օր գնդացիրներից են կրակել իրենց ուղությամբ, բայց պատասխան չեն տվել, որ հնարավորություն չտան թշնամուն հայտարարելու, թե հայկական կողմն է խախտել հրադադարը։ Մարտի սկզբից ավելի քան 10 հաղորդագրությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի մեղադրանքները, թե մեր դիրքերից կրակ են բացել ադրբեջանցիների ուղղությամբ։ Գաներ Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։